Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտությունը խորարմատներ ունի։ Մերձավոր Արևելքի այս երկու պետությունները արդեն երկար տարիներ ունեն կրոնական, պատմական ու քաղաքական անհամաձայնություն։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո, իսկ այդ հարձակման պատճառը Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժն էր։ Սաուդական իշխանությունները սադրիչ քայլ ձեռնարկեցին։ Հավանաբար խնդիր կար ինչ-որ առումով համախմբելու այն ճամբարը, որը ձևավորվել է այս երկրի շուրջ, կազմված թե որոշակի արբանյակ պետություններից, թե նաև ինչու՞ չէ ահաբեկչական կառույցներից, ընդդեմ իրանական կամ իրանամետ ուժերի, որոնք Մերձավոր Արևելքում գրանցում են հաջողություններ ի տարբերություն սաուդական դաշինքի։ Շիաների ու սուննիների այս դարավոր հակամարտության սրացումը չի կարող չազդել նաև մեր տարածաշրջանի վրա, այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն թողնել։ Հայաստանի համար խիստ վտանգավոր կարող է լինել, եթե այս լարվածությունը վերաճի պատերազմի։ Այդ պարագայում մենք թե տնտեսապես կտուժենք, քանի որ Իրանի տնտեսական ծրագրերը հայկական կողմի հետ ըստ էության կանկառնեն։ Բացի այդ, մենք ունենանք հոսք Իրանում բնակվող հայերի եւ Սիրիայի փորձը ցույց է տալիս, որ կարծես թե մենք տնտեսապես այդքան էլ պատրաստ չենք նման փորձության։ Հակաիրանական կամ հակաշիայական այս դաշինքի մասնակիցների թվում է նաև Ադրբեջանի իշխող վարչակարգը եւ ես կարծում եմ, որ սա իրանական կողմը հստակորեն տեսնում, հստակորեն գնահատում է եւ բնական է, որ սա մենք կարող ենք իրանցիների հետ համատեղ որոշակի ծրագրավորման մակարդակում օգտագործել ուղղված մեր ընդհանուր, ասեմ այսպես, հակառակորդի դեմ։ Տարածաշրջանային հակամարտությունը եթե չվնասի, ապա հաստատ չի օգնի նաև իսլամական պետության դեմ պայքարին։ Այս կոնֆլիկտը կարող է օգնել, որպեսզի իսլամական պետությունը ստանա լրացուցիչ աջակցություն, ինչու, որովհետև մենք նշեցինք, որ Սիրիայում Իրանը եւ Սաուդյան Արաբիան արդեն իսկ իրար դեմ պայքարում են եւ այդ առումով նույն Սաուդյան Արաբիայի համար թերևս ցանկալի կլինի, որպեսզի այստեղ Իրանի դեմ պայքարող զինյալները ավելի պատրաստված լինեն։ Արևելագետները այժմ բացառում են, որ այս հակամարտությունը մեծամասշտաբ պատերազմի կվերածվի, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե Իրանը դադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին։